մենք սուրբ տեղը իրավունք ունենք, համարձակություն ունենք մտնելու Հիսուսի այունով։ Այն նոր ու կենդանի ճանապարհով, որ Տերը բացեց մեզի, բարագույնի մեջով, որը իր մարմինը, Հիսուսի խաչի վրայի չարչարանքները, իր թափած այրունը, բացել է ճանապարհը դեպի մեր երկնային հորը գնալու, հանդիպելու մեր երկնային հոր հետ, ոնց որ անառակ որդին, որ հետ դարձավ եկավ հոր տունը, հայրը նրան ընդունեց, գրկաբաց, փաթաթվեց, համբուրեց ուրեմն իր որդուն, այտենց էլ մեր երկնային հայրը պատրաստ է մեր բոլորիս էլ ընդունելու, իր սուրբ ներկայության մեջ, ու այդ բոլորի համար մեզի համարձակություն տվողը Հիսուս Քրիստոսի պատվական այրունը, Հիսուսի այրունով մենք համարձակություն ունենք մտնելու Աստծո սուրբ ներկայության մեջ, սիրելի քույրեր, եղբայրներ, ու փառք Աստծո, որ մենք մի ժամանակ եղել ենք մեղքի գերիկ, սատանայի գերի, եղել ենք նրա ստրուկները, բայց հավատալով Հիսուսին, խաչի վրա իր կատարած կանչելի գործին, մանավանդ իր թափած այրան զորությանը, ու այդ այրան զորությունով որպես մեր փրկագինը Աստված մեզի խավարի իշխանությունից, մահվան թագավորությունից փրկելով բերել է մեզի Աստծո թագավորության մեջ, լույսի մեջ է դրե, իր սիրո մեջ է դրե, թող իր անունը փառավորվի։ Հիմա մենք Աստծո թագավորության մեջ ենք ապրում, թագավորության որդիներ ենք։ Հիմա մենք լույսի մեջ ենք ու ապրում ենք Աստծո սիրո ներկայության մեջ, իր սուրբ ներկայության մեջ, թող իր անունը օրհնյալ լինի ու վայելում ենք իր սերը, վայելում ենք իր սրբությունը, վայելում ենք այն երկնային կյանքը, որ Աստված բերել է ու տվել է, շնորհել է մեզի որպես ձրի պարգև, սիրելի քույրեր, եղբայրներ, Տերը թող օգնի այսօր էլ մի հնարավորություն է մեր բոլորիս համար, նորից մոտենալու Աստծուն, նորից հաղորդ լինելու իր աստվածային կյանքին ու բնությանը, սիրելի ժողովուրդ, Հիսուսի այրունը կենդանի զորությունն է, որ բարեխոսում է մեր համար, խոսում է մեր համար։ Հիսուսի այրունը կենդանի հոգի է, որ ուզում է ամեն հավատացողի կյանքում կատարի իր սքանչելի ու փառավոր գործը, որ մենք մեր մեղքերի մեջ կեղտոտված, ապականված մեղքից մեր հոգին, բայց Հիսուսի անունը կանչելով, վստահելով իր այրան զորությանը, Հիսուսի այրունը մաքրեց մեր հոգին, դարձրեց ձյունից ավելի ճերմակ, Տիրոջ անունը թող փառավորվի։ Մարգարեն ասում է, արեք վիճաբանենք, եթե քո մեղքերը կրկնակի կարմիրի պես են, ձյունի նման ճերմակ են լինելու, եթե որդան կարմիրի պես են, ասրի պես ճերմակ են լինելու, որովհետև մարգարեն տեսել էր, որ մորթված գառնուկի այրունը, Աստծո որդու այրունը կարող է մեզի մեր բոլոր մեղքերից մաքրել, մեղքից կեղտոտված, ապականված մեր հոգին դարձնել ձյունից ավելի ճերմակ, Տիրոջ անունը թող օրհնյալ լինի։ Նաև Հիսուսի այրունը տալիս է մեզի հաղթություն խավարի բոլոր ուժերի դեմ, նաև պահպանում է մեզի չարից, երբ որ խավարի ուժերը փորձում են մոտենան հավատացյալին, ու ամեն մարդու, երբ որ նրա վրա տեսնում են Հիսուսի այրան նշանը, նրանից վախենում ու հեռանում են, որովհետև նրանք տեսնում են, որ ինքը այդ անձնավորությունը Քրիստոսի այրունով փրկված Աստծո ուրեմն զավակ է, ու նրա վրա Քրիստոսի այրան նշանը կա, սիրելի քույրեր, եղբայրներ, կուզեմ կարդալ Հայտնության գրքից 12 գլուխ մի համարել այնտեղից կուզեմ կարդալ, որ Քրիստոսի այրունը նաև տալիս է մեզի հաղթական կյանք։ Կարդա մեր բոլորիս համար Հայտնության ուրեմն 12 գլուխ 11 համարը։ Եվ անոնք անոր հաղթեցին գառնուկի այրունով ու իրենց վկայության խոսքով և իրենց կյանքը չսիրեցին մինչև հիմա, ասոր համար ուրախացեք ով երկինք և անոր մեջ բնակողներ, Տիրոջ անունը թող փառավորվի։ Ուրեմն Հիսուսի այրունով մենք ունենք հաղթություն խավարի բոլոր ուժերի դեմ, սիրելի ժողովուրդ, ու փառք Տիրոջ, Աստված մեզի չի կանչել, որպես սենց խեղճ, պարտված կյանքով ապրելու, Աստված մեզի կանչել է, որպես հաղթողներ հաղթական կյանքով ապրելու, թող իր անունը փառավորվի։ Ու մեզի հաղթություն տվողը Քրիստոսի խաչն է ու Քրիստոսի այրունն է։ Սիրելի հոգի, եթե դու կասկածում ես քո փրկության վրա, Տերը թող օգնի քեզի, դու հավատա, որ քո փրկագինը քո գործերը չեն, քո գործերը չեն բարի, որ կարողանան քեզի փրկել, քո փրկագինը Աստծո որդու Հիսուս Քրիստոսի այրունն է,
դու հավատա Քրիստոսի պատվական այրանը ու կանչի Հիսուսի անունը ու կտենաս, որ Աստված քեզ հենց քո հավատքի միջոցով քեզի տեղափոխելու է լույսի Աստծո թագավորության մեջ ու քո սրտի մեջ դնելու է փրկության հույսը, որ մենք անխախտ ու ամուր պետք է բռնենք, սիրելի ժողովուրդ, եթե քո խղճմտանքը քեզի տանջում է քո մեղքերի համար, եթե քո հոգու մեջ դու զգում ես մեղքի ծանր բեռը, եթե դու զգում ես այդ մեղքի ահավոր տհաճությունը քո ներսում, դու իմացի, որ կա մի միջոց, որ ինքը կարող է մեր հոգին լվանալու, մաքրելու, ձյունից ավելի ճերմակ դարձնելու, թող իր անունը փառավորվի։ Եթե մինչև հիմա դու չես հանդիպել քո երկնային հոր հետ, դու չես հանդիպել քո կյանքի Աստծո հետ ու այդ աստվածային բնությանը հաղորդ չես եղել, իմացի այդ հնարավորությունը կա քո համար, ճանապարհը բացվել է Քրիստոսի չարչարանքներով ու մահով, Քրիստոսի թափած այրունը մեզի իրավունք ու իշխանություն է տալիս մտնելու Աստծո սուրբ ներկայության մեջ ու հանդիպելու մեր կյանքի Աստծուն, հանդիպելու մեր երկնային հոր հետ, փառվելու նրա գրկին, վայելելու նրա սերը ու նրանից լսելու իր օրհնյալ ձայնը, որ ինքը ասում է, որ սիրելի հոգի, իմ սիրելի զավակ, ես քեզի սիրել եմ հավիտենական սիրով ու հանուն քո սիրոյի միածին որդուն եմ տվել քո համար ու իմ որդին խաչի վրա մեռավ հանուն քո սիրո, որ դու հավիտյան իմ ներկայության մեջ լինես ու հավիտյան վայելես իմ սերը ու իմ ներկայությունը, թող Տիրոջ անունը փառավորվի, Աստված թող մեզ բոլորիս էլ օրհնի, ես չգիտեմ մինչև այսօրը դու ինչ հավատքով ես կանչել Տիրոջ անունը ու ինչ հավատքով ես վստահ իր այրան զորությանը, բայց այդ այրունը այսօր գործում է, կա այդ հոգին կենդանի զորությունը ու քո համար է թափել այդ այրունը, հանուն քո սիրոյ այդ այրունը թափել, դու կանչի Տիրոջ անունը ու վստահ իր այրան զորությունը ու կտեսնես քո կյանքում Հիսուսի փառավոր այրան զորությունը ոնց է քեզի մաքրում ու սրբացնում, տանում դեպի լույսի մեջ, տալիս քեզի համարձակություն ու իշխանություն ու մենք մտնելով Աստծո ներկայության մեջ հանդիպում ենք մեր հոգու սիրեկանին, մեր կյանքի Աստծուն ու վայելում ենք իր սերը, իր աստվածային կյանքի քաղցրությունը, Տիրոջ անունը թող փառավորվի, առաքյալ ասма նոխազների ու ցուլերի այրունը չեն կարա մեղքերը ջնջեն, ոչ էլ մեր խղճմտանքը մաքրեն, բայց Աստված երկնային հայրը հավիտենական հոգի ձեռքով իր որդուն անարատ պատարագ մատուցանեց ու Հիսուս Քրիստոսի այրունը մաքրում է մեր խղճմտանքը մեռած գործերից կենդանի Աստծուն պաշտելու, Հիսուսը կենդանի Աստված է մեռելներից հարություն առած ու այսօր եկել այստեղ մեր բոլորիս հետ հանդիպելու, թող իր անունը փառավորվի, ոնց որ Մարիամին ասեց, ես կենդանի եմ, գնա իմ եղբայրներին ասա, որ ես գնում եմ իմ հոր մոտ, ձեր հոր մոտ, իմ Աստծո մոտ, ձեր Աստծո մոտ, թող իր անունը փառավորվի, այսօր էլ ինքը պատրաստ է անձամբ քեզի հանդիպելու ու ասելու, ցույց տալու իր վերքերը, ցույց տալու, որ ինքը կենդանի Աստված է ու հավիտենական թագավոր, որ մեր մեղքերի համար մեռնելով մեզի արդարացնելու համար հարություն առե, թող իր անունը փառավորվի, Հիսուսը, որ 40 օր մնաց երկրի վրա, սիրելի քույրեր, եղբայրներ, ինքը մնաց երկրի վրա ու 40 օր ցույց տվեց ու ապացուցեց իր աշակերտներին, որ ինքը հարություն առե, նույն Աստվածը մեռելներից հարություն առած, այսօր ուզում է նաև իմ ու քո կյանքում մեզի ցույց տա ու մեզի համոզի, որ ինքը գերեզմանի մեջ չի, գերեզմանը պարտված է, մահը պարտված է ու մեր Տերը հարություն առե ու եկել այսօր մեր սրտերի մեջ ապրելու, թագավորելու ու մեզ էլ հաղթական կյանք շնորհելու իր անունով իր փառքի համար, որ մենք իր կենդանի վկաները լինենք, իր հարության կենդանի վկաները լինենք, թող Տիրոջ անունը փառավորվի։ Ուղղակի իմ խնդրանքը հիմա որ մենք պետք է աղոտ կանենք, արեք հավատքով աղոտ կանենք,
Կանչենք Տիրոջ անունը, կանչենք իր այրան զորությունը մեր բոլորիս վրա, մեր ընտանիքների վրա, Աստծո ժողովրդի վրա, ու տեսնենք իր այրան փրկարար զորությունը մեր բոլորիս կյանքում, ու Տիրոջ փառքը տեսնենք մեր բոլորիս կյանքում, թող իր անունը փառավորվի։ Կանգնենք Տիրոջ առաջ աղոթքով, խնդրենք Տիրոջ օրհնություն ու ողորմություն, հալելույա։